Այստեղ ցույց կտամ մի այսպիսի հետաքրքիր եւ օգտակար ֆունկցիա, քանի որ սա Google-ինն է, հետեւաբար հեշտությամբ ինտեգրված է Google-ի այլ սերվիսների հետ, օրինակ Google Translator թարգման chat, որի միջոցով մենք կարող ենք թարգմանել այս կամ այն տեքստը մեր ուզած լեզվից մեկ այլ լեզվով, ենթադրենք անգլերենից ռուսերեն կամ ռուսերենից անգլերեն կամ ֆրանսերենից գերմաներեն, ենթադրենք։ Դրա համար այստեղ հարկավոր է այս function fx, որ գրված է, այստեղ մուտքագրել հավասար է Google ու այստեղ կա երկու այդպիսի ֆունկցիա, առաջինը վերաբերվում է Google Translate, որի մասին նոր նշեցի, այստեղ հարկավոր է մուտքագրել այս եղանակով, օրինակ է բերված, մենք արդեն տեսնում ենք։ Մեր ուզած բառը կամ նախադասությունը ճակերտների մեջ ստորակետ, լեզուն, այնուհետև մյուս լեզուն, որը որ ցանկանում ենք արդեն թարգմանել։ Ենթադրենք այստեղ անգլերեն, այստեղ ռուսերեն, կթարգմանի անգլերենից ռուսերեն այստեղ գրված տեքստը։ Այստեղ learn more about Google Translate, եթե կլիկ անենք, կտեղափոխվենք առանձին edge, որտեղ ավելի մանրամասն բացատրվում է, թե ինչպես կարելի է օգտագործել այս ֆունկցիան։ Կարծում եմ այստեղ այլևս մեկնաբանելու կարիք չկա։ Հաջորդը Google Finance, ինչի համար է նախատեսված սա։ Մենք կարող ենք ընտրել այս կամ այն արժեքը, դրամային օրինակ դոլար, եվրո ու Google-ը մեզ կօգնի, այսպես ասած, ստանալ ճշգրիտ արժեքը, ենթադրենք քանի դոլար արժի 1 եվրոն, օրինակի համար։ Դրա համար ես այստեղ առանձին ստեղծում եմ 3 սյունակ, սա դեռ մաքրում եմ, այստեղ ստեղծում եմ 3 սյունակ, առաջինը թող լինի եվրոյի համար եւ երկրորդը USD, US dollar։ Այստեղ մուտքագրում եմ ինչ-որ թիվ, ենթադրենք 12։ Միանգամից այս վանդակները 3 նշում եմ, control ստեղնը սեղմած։ Այնուհետև տեղափոխվում եմ այստեղ format number ու այստեղից ընտրում եմ more formats, more currencies, որպեսզի մենք կարողանանք նշել, թե ինչ արժեք է լինելու այստեղ։ Մեր դեպքում ենթադրենք մեզ անհրաժեշտ է եվրոն, այստեղից ընտրում եմ եվրո, apply եւ այս 3-ի համար նույն գործողությունը անում եմ, արդեն number ոչ թե եվրո, այլ currency միանգամից այստեղ նշված է դոլարը։ Ես ընտրում եմ դա։ Ու ինչ արժեք մուտքագրենք, այժմ արդեն կպատկերվի այս 3 վանդակում եվրոյով, դիմացը իր համապատասխան սիմվոլն է երևում եւ այստեղ որպեսզի ստանանք արժեքը, այսինքն հասկանանք 12 եվրոն քանի դոլար է, դրա համար հարկավոր է մուտքագրել հավասարման նշանը, այստեղ նշել Google Finance, մեր դեպքում կստացվի այս եղանակով։ Նույնը երևում է այստեղ ու հարկավոր է մուտքագրել զույգ ճակերտների մեջ CUR currency, այսպես 2R, 2 կետ, այնուհետև եւ EUR, եվրո USD, այս եղանակով փակագիծը փակում ենք եւ սեղմում ենք enter։ Այստեղ ցուցադրվում է 1 եվրոյի արժեքը ու որպեսզի մենք հասկանանք, թե 12 եվրոն քանի դոլար կլինի, հարկավոր է այստեղ հավասարման այս նշանից հետո գրել, ենթադրենք 12 բազմապատկած ու նոր մնացած արտահայտությունը։ Սա ֆունկցիա է, որի միջոցով արդեն հաշվարկ է տեղի ունենում ու ստանում ենք ճշգրիտ արդյունքը 13.66 դոլար։ Մենք կարող ենք այստեղ ոչ թե նշել 12 անգամ, այլ կարող ենք նշել A9 անգամ այս եղանակով, որպեսզի նույնը կարողանանք կիրառել նաև այս երկու վանդակների համար, այստեղից նշելով, այս վերջի անկյունից նշելով եւ իջեցնելով ներքև, ստանում ենք 17 եվրոն քանի դոլար կարժենա եւ 9 եվրոն քանի դոլար կարժենա։ Մի խոսքով ընդհանուր մեխանիզմը իմ կարծիքով պարզ էր, այստեղ նույնիսկ ինքնուրույն ինչ-որ մի քանի փորձարկումներ կատարելուց հետո հեշտ կկողմնորոշվեք կախված ձեր նպատակներից, ինչ հաշվարկներ անել ու ինչպես օգտագործել ծրագրի այս ֆունկցիոնալը։ Այստեղ ֆայլ մենք կարող ենք download as ներբեռնել PDF ֆորմատով, կարող ենք ներբեռնել Microsoft Excel ծրագրի ֆորմատով, շատ տարածված է նաև CSV ֆորմատը։ Բացի դրանից տպել, հրավիրել այլ մասնակիցների, կարող ենք սեղմել import եւ այստեղ ներմուծել Excel ֆորմատի ֆայլեր, դրանք կվերածվեն Google Sheets ֆորմատով ու կկարողանանք դրանց հետ նույնպես աշխատել on-line։ Move to trash տեղափոխել դեպի աղբարկղ, այսինքն ջնջում ենք ֆայլը եւ այլն։ Այստեղ կարծում եմ արդեն ինքնուրույն էլ կկողմնորոշվեք նույնիսկ այն ֆունկցիաները, որոնք չենք դիտարկել։ Կարելի է նաեւ տեղադրել պատկեր, մեր ընդհանուր փաստաթղթում տեղադրել հղումներ, օրինակ ֆորմատավորումը, սա վերաբերվում է տեքստերի ֆորմատավորմանը, հաստ տառերով գրված, tag, տառը տեսակի չափս եւ այլն։ Ու add-ons այստեղ կա նույնպես տարբեր տեսակի հավելվածներ, որոնք մենք կարող ենք միացնել մեր Google Sheets-ին եւ
կավելանա նոր ֆունկցիոնալ այս կամ այն նպատակով։ Ես այստեղ կրկին չեմ խորանում։ Օրինակ, իմ դեպքում հիմնականում ամեն ինչ ավտոմատիզացված է, օգտագործում եմ իմ անձնական ծրագրային ապահովումը, իմ ենթադրենք պրոյեկտների հետ կապված տարբեր տվյալների բազայից հանելու, ինչ-որ հաշվարկներ կատարելու նպատակով, բայց փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ չի ստացվում ավտոմատիզացնել։ Իհարկե մոտ 70-80%-ը իմ մոտ ավտոմատիզացված է, բայց ամեն դեպքում մնում է ինչ-որ բան, որ հնարավոր չի լինում ավտոմատիզացնել, ու բիզնեսի մեջ ամենակարևոր երևույթներից մեկը, որպեսզի հնարավոր լինի տեսնել վիճակագրություն, ինչ-որ ցուցանիշներ կապված եկամուտների, ծախսերի, հաշվապահության հետ, զարգացման ընթացքի հետ կապված ինչ-որ աճ, ինչ-որ ցուցանիշներ հստակ թվերով, որպեսզի հնարավոր լինի կատարել ճշգրիտ վերլուծություններ եւ դրա հիման վրա հնարավոր լինի կայացնել արդեն ճշգրիտ որոշում։ Օրինակ, ինչքան գումար է ծախսվում, ենթադրենք գովազդի վրա, ինչքան գումար է հատկացվում աշխատակիցներին, ենթադրենք այս ծախս սյունակը կարող է իր մեջ ներառել մի քանի ենթասյունակներ, ենթադրենք աշխատավարձ, ծախս հարկային, ինչ-որ տոկոսներ, ծախս, մեկ այլ կարիքներ հոգալու համար, ինչ-որ գույք եւ այլն, բայց հիմնականում դրանով զբաղվում է հաշվապահ, ու ինչքան էլ հաշվապահը զբաղվում է այդ հաշվարկներով, ամեն դեպքում որոշակի գլոբալ տեսանկյուն պետք է լինում, որպեսզի հնարավոր լինի հետևել այդ ամբողջին ինչ-որ ավելի բարձր տեսանկյունից։ Բացի հաշվապահությունից, նաև ընդհանուր ցուցանիշներ են պետք գալիս, որպեսզի հնարավոր լինի հետագայում ճիշտ կողմնորոշվել ու շարժվել առաջ։ Այդ իսկ պատճառով երբեմն ինձ նույնպես պետք է գալիս օգտագործել Google Sheets իմ բիզնեսում։ Այստեղ այսքանով եզրափակում ենք, կշարունակենք հաջորդ վիդեոից։